Բարի սիրելի հետևորդներ ջան, ոնց եք, տեսնում եք, ես մի քիչ առողջական խնդիրներ ունեմ, ձայնս քաշված է, չգիտեմ ինչ հիվանդություն է, ինչ վիրուս է, ինչ է, բայց մեկ լավ է, մեկ վատ է, ձայնս քաշվում է ու տեսնում եմ, որ դուք էլ եք գրում, ձեզ մոտ էլ նմանատիպ հիվանդություն վիրուս եղել, երկար էլ տևում է, այո, մեկ լավ է, մեկ էլ տեսնում եմ, ձայնս չկա, բեզզվուկ եմ դարձել եմ բեզզվուկ, բայց դե այսպես էլ գնում եմ աշխատանքի, արձակուրդս վերջացել է, ասեմ, որ այս վիրուսը սկսվեց արձակուրդիս օրերին, անդադ մեկ լավ, մեկ վատ, դե ես էլ պարտադիր, տենց չեմ սիրում ինչքան է հիվանդ լինեմ, չեմ սիրում, որ տենց տեղով, բարձով պարկել, ոտի վրա իմ գործերով, իմ հոգսերով առօրյա, Աստված տա բոլորիս առողջություն լինի, նման հիվանդությունները անցողիկ են, էլի եմ ասել, չնեղվեք, ես էլ չեմ նեղվում, ինչպես տեսնում եք, առավոտ շուտ է, դրսում դեռ մութ, արթնացել եմ, որ ես գնամ աշխատանքի, համելներից ճանապարհ եմ աշխատանքի, 2 բաժակ կոֆե եմ դրել, ես իմ կոֆեն կլցնեմ դառը, Մերիի կոֆեի մեջ մի քիչ պեսով կլցնեմ, ինչև կոֆեն կլինի, ինձ մրգեր է, հյութ է, վերջապես տնական կամպոտ հյութ է տանում, ուրախ եմ ես, մրգեր, համեղ, զորյան համեղ մրգերից, ես իմ կոֆեն լցնեմ, Մերի, քեզ իչքան պեսոկ լցնեմ քո համար, թեթև, ձայնս փորիցս դուրս չի գալու, չի լսում, եթե կոֆե խմում է, ապա կոֆեն, ժամանակը քիչ է, չի հասցնի, թող համ հագնվի, հեսա մեկ է, կզանգեմ, որ գնամ, ես էլ նստեմ կոֆես խմեմ, տեսնենք այստեղ ինչ կա թոբատը, սրանցով կխմեմ, դրեցի ու չկերա, տեսեք, 3 ամբողջ օրը 1 բաժակ կոֆե խմեցի, են էլ աշխատանքից վերադարձա այդ պահին, դուրս չի գալի, տեսեք, արդեն կեսը թողեցի, եթե չեմ ուզում, տենց ինձ ստիպելով չեմ խմի, մի քիչ հետ 1 բաժակ կոֆե էլ Աշոտին դնեմ, որ արթնանա, գնա իր գործերով, ոնց որ թե աշխատանքը կստացվի, ինքը փորձաշրջանը անցնում, լավ, գիտեք, աշխատող մարդը ուր էլ գնա իր գործը կճարի, թող աշխատի, աշխատանքը շատ լավ բան է, որ մարդ մանավանդ արդեն չափահաս են, իրենց գումարը կարողանում են վաստակել, բացի այդ էլ ճիշտ է, չին գումարներ են, բայց դե պարապ մնալումն է պետք, թող աշխատեն, երեխայի մոտ աշխատասիրությունը, մարդու մոտ աշխատասիրությունը դեռ պետք է ձևավորվի փոքր տարիքից, փոքրուց պետք է երեխային աշխատացնես, չասես, վայ, մեր երեխան մեղք է, ես կանեմ, թող սա չանի, դրա համար էլ ես Լիլիթին շատ հանձնարարություններ եմ տալիս, ինքը մեծ սիրով, նույնիսկ կամավոր կատարում է, Պես ես կարողա թողնեմ գնամ աշխատանքի, ինքը տանն է, կարթնանա, անկողինը կհավաքի, կմաքրի, ամանները կդասավորի, մի խոսքով պետք է երեխային աշխատել սովորեցնել,
չմտածեք, որ մեղք են, խղճակ, դուք այդ դեպքում նրանց լավություն չեք անում, այլ վատություն եք անում։ Գիտենք, բոլորս էլ սիրում ենք մեր երեխաներին, հնարավորինս չափ ուզում ենք, որ լավ ապրեն, նրանց ապագան լավ լինի, բայց որոշ ծնողներ կան, որ ասում են, վայ, աման իմ երեխան մեղք կա, իմ երեխան թակ տղա է խոսքի կամ թակ աղջիկ է, չպետք է աշխատի, ոչ, ծուլությունը շատ վատ բան է, դուք սովորեցրեք ձեր երեխաներին աշխատել, չգիտեմ, աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, առողջացնում է մարդուն, ինչու՞ չէ նաև նրա մոտ նոր նպատակներ, երազանքներ են առաջ գալիս եւ գումար աշխատելով նրանք ձգտում են, որ հասնեն ինչ-որ մի բանի։ Իրենց առջև նպատակ են դնում, խոսքի աշխատում են, ասում են, վայ, ես օրինակն եմ էլի բերում, այս հեռախոսը պետք է առնեմ։ Տեսնում եք, չէ՞, որ աշխատասիրությունը նպատակասլացություն է եւ երազանքների իրականացում է։ Կայնի, էսա կովեշը։ Այդ վեշը գիտես չի ինչ վալները։ Ձեռը չմ։ Բարև բոլորին, մամայի հետևորդներին, ես գնացի։ Կամունա բարի ճանապարհ։ Իրին էլ ճանապարհեցի, բարի ճանապարհ մերիս։ Արդեն գնաց ու այնքան լավ է, որ այս մեքենաները կան, գալիս են հենց շենքից կամ սեփական տունը տան բակից վերցնում են, շատ հարմար են մեր այդ վայքի տաքսիները, միշտ նրանցով ենք երթևեկում, առավոտ շուտ գնում է, դեռ 7-ը չկա, որ հասցնի ժամը 9-ին լինի աշխատավայրում, պարտադիր մի քիչ դե այնտեղ խիստ են կարգ ու կանոնները, հասցնում է այնպես, որ բարի ճանապարհ, Աստված իրանց հետ ամփորձանք հասնեն տեղ, ձայնս էլ տեսեք մի քիչ բացվեց, հեսա կտրվում է, բացվում է, պես որ ահա, աշխատում են, իրենց գլուխը պահում են, ես էլ կողեց կարողանում եմ, օգնում եմ, դե ծնող ենք, ծնողի պարտականությունն էլ, որ երեխային օգնի, երեխաներին օգնի, աշիս համար էլ եմ շատ ուրախ, թող աշխատի, բարությունները մարդու համար են, եթե սովորեն նստեն ու ոչինչ չանեն, միայն առնես, հագցնես կամ մատուցես ամեն ինչը, հետագայում կյանք է, չես իմանա նրանց կյանքը ինչպես կդասավորվի, Աստված չանի վատ լինի, բայց ամեն դեպքում մարդ պետք է ընդունակ լինի, հետագա իր կյանքը տենց կառավարելու, վայելելու համար, դասավորելու համար, մարդ ամեն ինչի էլ պետք է դիմանա, պատրաստ լինի, այնպես չի, որ նեղ օրեր չեն լինում մարդու կյանքում, վատ օրեր չեն լինում, պետք է կարողանաս ելք գտնել, ամեն ինչն էլ մարդու համար է։ Հիմա նորից գիտեմ հետևորդներիցս կգրեք, կասեք, շատ խելացի խոսքեր են, այո, խելացի խոսքեր են։ Ես շատ հաճախ իմ երեխաների հետ, երեքի հետ էլ նստում եմ, նման թեմաներով խոսում ենք, ամենադժվարը առաջի օրն է լինում աշխատանքի, որ սովոր չես լինում երկար ժամերի, ոտքի վրա երկար մնալու, մերի աշխատանքի պահով էլ խոսեմ, մերին ուսանող էր դեռ, սովորում էր Բրյուսովում, երկրորդ կուրս էր ու ցանկանում էր, որ դասից հետո աշխատեր, ասում էր մամա ուսանողներ կան, որ դասից հետո աշխատում են, վարձով են մնում, ես էլ աշխատեմ, ես մի քանի տեղ դիմեց, դե ուսանողների տենց համատեղության պահով շատ քիչ են վերցնում աշխատանքի, մտածում են քննությունները կխանգարի, գործի չեն կարող գնալ, դե գործն էլ թաշկինակ չի վերցնես ու դեն գցես,
ուրեմն մերին գործ չարեց, դասերից հետո Ակուստի խանութ էր, հարմար էր տրանսպորտի ապահովել, գալիս էր ու աշխատում էր, ասեց մամ, ես մտնում եմ աշխատելու ու հայրիկին էլ տեղեկացրեց, ամուսինս բա ինչա գնում աշխատի, մենք վատ ենք պահում իրեն, թող չաշխատի, ես էլ ասեցի ոչ, թող գնա աշխատի, եթե չի կարող, հրաժարվի հիմա, ինչ կա դրա մեջ, ամոթ բան չի, 1, 2, 3 օր համերի, ոնց է գործերը, չէ մամ կաշխատեմ, ու աշխատեց, շատ դժվար էր իրոք դասից հետո, երկար գնա ու դասից հետո անմիջապես աշխատանք, հոգնած, տուն, դաս, քննություններ, դժվար էր, բայց դե ինչ եմ ուզում ասեմ, հաղթահարեց մերին, հետո գործը փոխեց, օդանավակայանում տեղավորվեց, աշխատանքի Աստծուն փառք։ Ու էլի նպատակներ ունի իր առջև դրված, Աստված թող բոլորիս նպատակները կատարի, միշտ ձգտող լինենք, չվհատվենք, չհուսատվենք ու հիշեք, երբեք չասեք չեմ կարող, ես չեմ կարող, միշտ ասեք ես կարամ, կարող եմ ու կանեմ ու կտեսնեք, որ դուք իրոք կազմակերպեք ձեր ամեն ինչը, ժամանակի մեջ էլ կտեղավորվեք եւ սա էլ այսպիսի մի հետաքրքիր զրույց, խորհուրդ, դուք էլ եք շատ խորհուրդներ տալիս, ասում ես իհարկե ընդունում եմ, լսում եմ, սա էլ այսպիսի մի հետաքրքիր պատմություն, իսկ ձգտող եղեք եւ ձեր երեխաների կողքին եղեք, նրանց ոգևորեք, ոգեշնչեք, մի ասեք վայ, մեղք ես, վայ, դուրս արի, վայ, սենց, վայ, վույը չդնեք։ Մերին, որ օդանավակայան էլ մտավ աշխատանքի, դե շատերդ գիտեք դժվար աշխատանք է, խիստ կարգ ու կանոնով, 1-2 ոտքերը ցավում էին, սկզբի պահերին միշտ էլ այդպես է ծանր գործ, պատասխանատու գործ, կողքից բարեկամներս ոչ թե վատ նպատակով, ինձ այնքան սիրող, հարազատ մարդիկ էին ասում էին, մեղ կա, թող գործից դուրս գա, մեղ կա, բայց մերին ասեց ոչ, ես դուրս չեմ գա գործից, կսովորեմ ու հիմա արդեն սովորել է եւ առանց աշխատանք չի կարողանում, ձմռանը որ մի քիչ շատ է լինում արձակուրդը, գալիս է տուն, ասում է երբ կգնամ ու այսպես, այնպես որ աշխատասիրությունը լավ բան է, թե ես էլ մեկ ինձ ասում են, վայ քո տարիքի համեմատ դու երիտասարդ ես երևում, ինչ ես անում, որ երիտասարդ ես երևում, ասում եմ աշխատում եմ, աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։ Լավ, շատ խոսեցի, ինձ էլ կզանգեն է, չեմ տեսնի, որ գնամ աշխատանքի, լավ եղեք, կհանդիպենք աշխատանքից հետո։ Որց։ Հա։ Վերցես մեր սիրելի հետևորդներ։ Մորոլների թողի։ Մամ, Աջա։ էդ իշքան իհարել, լեղել։ Սիրելի հետևորդներ, Լիլիթը ինչու է ծիծաղում, ուրեմն այսօր մենք պահարանները դասավորեցինք, հագուստները, որը հագնելու է հագնենք, որը բենց նոր շորեր կա, նվիրենք ուրիշի, ուրեմն այս բլուսկան, որ Լիլիթը հագել է, ում բլուսկանա գուշակեք, իմ բլուսկանա եղել, չէ, ու հագել ասում մամա դու իշքան նիհար ես եղել, այո Լիլիթ ջան։ Ռասպակովկա ենք քանում, տենանք նուռը ինչ գույնա լինելու։ Լիլիթն էլ նկուղի չանք մի հատ նոր բերեց։ Так, քո մտածելով ինչ գույնա։ Նրա գույն է Լիլիթ։ Կողա դեղին, ինչ վատ ես ընտրել։ Դու ես վերցրել։ Ես ասել եմ դու ինձ հանեցիր տավար։ Պատահական վերցրել Դե կտրիկ կաննի մի հատ մանդակը դնեմ էսի, անես գցի աղբը, շատ մի խոսացրու շունչս կտրվում, չեմ կարողանում խոսել։ Բաբա ես խոսալու մեր սերնդը դեպքում։ Դու ես ասելու, ասեմ։ Ես գնում եմ։ Չէ, մնաս դեր։ Ուրեմն եռած
ջուրը եռացել է, լցնեմ կաթսայի մեջ։ Մանդակ եմ պատրաստում, սառեցրած մանդակ։ Մի հատ վառի Լիլի ջան։ Ինտերնետ։ Մամոյին օգնի է, հիվանդա, ես գցի աղբը։ Գտած ես գցեմ մանդակը։ Հա, դու եփի, օդից չգցես։ Նայած մի քիչ էլի ճաշ կա, չախուբիլից կա, բայց մանդակը։ Քանի որ մամայի ձայնը քաշվել է, ես եմ այսօր խոսալու։ Այդ այնց դին ինքը կհալվի։ Ես այսօր մանդակը եփում։ Օ, ջուրը կանաչով։ Հա, սարցախցիկի մանդակ ես։ Թարմ կանաչ, տեսեք ինչքան կանաչ է ինքը։ Մի հատ շուրջ տամ։ Կանաչ է ջուրը։ Հա, ոնց որ թե նոր քաղաքամ եմ գնացել մանդակի, Այդ քեզ նման չի։ որովհետև մեքենա չեղավ։ Ինձ նման չի, այո։ Տեսեք իր կանաչ գույնը ոնց է պահպանել, նույնիսկ այն ծիլ կարմիր երանգներն է պահպանել։ Մի քիչ ինձ ներող կլինեք ձայնիս համար, դուրը տես չէին կտրում, համբեր էիր։ Արդեն չեմ ուզում։ Թթույա։ Ոչինչ, չենք կծել։ Տատի ենց նորները թթու են։ Ոնց է այդ բլուսկաս պահել, ես չգիտեմ, սիրելի հետևորդներ, երևի մի քանի տարվա կլինի, 15, Բո աշը լծմբել էր մերին ծում։ դու չեր աշնումերին փոքր էին, այդքան նիհար եմ ես եղել, հետո էլ, որ ասում են մերին ումնա քաշ է նիհարի, ինձ ես էլ եմ նիհար եղել, բայց ինչու այդ բլուսկաս դեն չեմ նետել, որ Լիլիթը հագնի, չեմ դնում սառնարանը, որ սառը չխմեն, բայց դե հյութը հեղուկը լավ է այս։ Մի անգամ եմ գնացել մանդակի, Ամալիայինց հետ էին գնացել, այդ է եղել, բայց դե ահագին բերեցի, դրել եմ սարցախցիկ, բաժանել եմ, առավոտյան, որ զրուցեցի, խոսեցի երեխաների աշխատանքի մասին, ասեմ, որ չիմանաք տենց դրանք գովասանք էին, գովում էին երեխաներին, ոչ, դա ես ասում էի ընդհանուր, որ այդպես պետք է լինի ու մի բան էլ ասեմ այն մարդկանց, ում դուր չի գալիս իմ էջը, իմ վլոգները կարող են չխցկվել այստեղ և վատ մեկնաբանություններ էլ չգրեն ուղղված երեխաներին, թե ոնց կծիծաղեն, ոնց կխոսեն, ինչ կխոսեն, ինչ կհագնեն։ Իմ էջը բացել եմ, որ այստեղ հավաքվեն խելացի մարդիկ, ովքեր գնահատում են մարդու աշխատանքը և ասեմ հետևորդներ ջան, միմյանց հանդեպ էլ վատ մեկնաբանություններ մի գրեք, ես չեմ սիրում իմ էջի տակ, որ փնովում եք որևէ բլոգերի, ես չեմ սիրում, միշտ էլ ասել եմ, որ բոլոր մարդիկ էլ ունեն թերություններ, անթերի միայն Աստված է, այնպես որ ես չեմ հանդուրժում, ինչ որ մեկի հասցեին իմ էջի տակ վատ բաներ եք գրում, ասեմ դուք այդպես ինձ չեք մեծարում, ինձ մոտ չեք բարձրանում, ավելի ընկնում եք, որովհետև ես չեմ սիրում մարդկանց հասցեին վատ բաներ խոսել, ասել։ Ամեն մարդ է իր չափով, իր տեսքով,
իր բնավորությամբ մենք չէ, որ պետք է քննադատենք ու դատենք մարդուն։ Աստված է դա տեսնում։ Այն մարդիկ, որ մտնում են իմ էջ վիրավորանքներ գրելու որևէ մեկի հանդեպ, խնդրում եմ իմ էջ չմտնեք։ Ուրիշ բլոգներ նայեք, չգիտեմ, մի խոսքով դուք գիտեք։ Մի քիչ ձայնս այնչի չեմ ուզում այսօր խոսել, բայց մի օր կանդրադառնամ ես։ Դակը երբ որ դրել եմ սառցախցիկը, աղ չեմ լցրել ջրի մեջին, աղ կգցեմ։ Միայն է, որ հանում եմ, սառումը մի փոքր լցրել եմ։ Այն սկսեց եռալ։ Մանդակը եփվեց, մի քիչ էլ ջուրը թափվեց, կափարիչը փակ էր թափվեց։ Եթե հյուրեր են լինում, երկու տոպրակ եմ հանում, եթե մենք ենք մի քանի հոգով, մի փոքրը, որ չմնա։ Կամ ես ջարդեմ։ Տարկեր եմ, Դա խառնենք։ հարից։ Ապրեն աղջիկ։ Հիմա խառնենք։ Ապրես, թող մի հատ մամա էնի տար։ Ահա, արդեն լավ տապակվեց և անջատում։ Եվ մեզ մնաց բարով վայելենք, ճաշակենք։